Ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, քանի որ հաղորդումը գրավոր ներկայացվել է ազգային ժողով, ուստի կանդրադառնամ հիմնական շեշտադրումներին, առանցքային կետերին։ Ինչպես գիտենք, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված 1-ով սահմանվել են կոռուպցիոն հանցանքների դեպքերը, հանցատեսակները եւ դրանց վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնելու եւ նախաքննություն կատարելու իրավասությունը 2021 թվականի հոկտեմբերի 23-ից վերապահվել եւ իրականացվում է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին։ Օրենքով վերապահված լիազորությունների իրականացման համար կոմիտեում 2025 թվականին նախատեսված է եղել 275 հաստիկ, որից 80-ը ինքնավար, 120-ը օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող անձանց մասով։ Չնայած ծանրաբեռնվածությանը, հակակոռուպցիոն կոմիտեն 2025 թվականին էական աշխատանք է կատարել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով արդյունավետ նախաքննություն իրականացնելու, իրավակարգի եւ օրինականության ամրապնդման ուղղությամբ։ Հարկ է նախ եւ առաջ նշել, որ հաշվետու ժամանակահատվածում կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվել են էական կառուցվածքային փոփոխություններ։ Մասնավորապես, նախկինում գործած նախաքննական վարչությունների հեմքի վրա ձևավորվել են 6 նոր վարչություններ կոնկրետ մասնագիտացումներով, որոնք հնարավորություն են տալիս ավելի նպատակային, խորքային եւ համակարգված մոտեցում ցուցաբերել տարբեր բնույթի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության գործընթացում։ Նույն փոփոխությունների շարքում նախկին ներքին անվտանգության վարչության հենքի վրա ստեղծվել է ներքին անվտանգության եւ վերահսկողության վարչությունը, որն ի տարբերություն նախկինում գործած մոդելի ունի երկու տարբերություն։ Առաջին վերջինն է վերապահվել վերահսկողական գործառույթ, իսկ երկրորդ սույն վարչությանը վերապահված չէ նախաքննական գործառույթի իրականացում։ Վերահսկողական գործառույթը իրենից ենթադրում է կոմիտեի նախագահի հանձնարարությամբ քրեական վարույթների հաշվառման գործերի ուսումնասիրություն եւ զեկույցի ներկայացում, նախաքննության, ինչպես նաեւ օպերատիվ հետախուզական գործունեության արդյունավետ կազմակերպման եւ իրականացման վերաբերյալ։ Բացի այդ, նույն գործառույթը ենթադրում է նաեւ կոմիտեի քննչական վարչությունների վարույթում քննվող առանձնակի բարդություն, հասարակական հնչեղություն ունեցող առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթների ուսումնասիրություն։ Նման գործառույթի վերապահումն ամբողջապես ուղղված է նախաքննության ընթացքում հնարավոր քերադատաբարական խախտումները բացառելուն, իսկ առկայության դեպքում դրանք ի հայտ բերելուն, ինչպես նաև հետապնդում է ստանաժեշտության գործնական օգնություն ցուցաբերելու նպատակ։ Փոփոխություններ են իրականացվել նաև օպերատիվ հետախուզական ստորաբաժանումներում, մասնավորապես նախկինում գործած 1 օպերատիվ հետախուզական վարչության հենքի վրա ստեղծվել են 4 ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումներ, 2 օպերատիվ հետախուզական վարչություն եւ օպերատիվ տեխնիկական ու տեղեկատվական վերլուծական բաժինները։ Ընդ որում պետք է ընդգծել, որ տեղեկատվական վերլուծական բաժինին վերապահվել է նախադեպը չունեցող գործառույթներ, բաժինը ի թիվս այլնի հանրային եւ մասնավոր ոլորտում տեղ ունեցող չարաշահումները բացահայտելու նպատակով իրականացնելու է նշված ոլորտներում ընթացող տարբեր մրցութային գործընթացների խորացված ուսումնասիրություն, դրանց իրավաչափության, թափանցիկության եւ արդարության գնահատմամբ։ Վերլուծության արդյունքում բաժինը արձանագրելու է գործընթացների խեղաթյուրման, շահերի փախման կամ այլ կասկածելի վարքագծի դրսևորումներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ կոռուպցիոն գործողությունների համար։ Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում օպերատիվ հետախուզական վարչությունների կազմում ձևավորվել են 2 տարածքային ստորաբաժանումներ՝ Լոռու եւ Շիրակի, ինչպես նաեւ Վայոց-Ձորի եւ Սյունիքի տարածքային բաժինները։ Բացի վերոգրյալը կոմիտեի գործունեության առավել հրատապ եւ արդիական հիմնահարցերի քննարկման, դրանց արագ եւ համարժեք արձագանքման նպատակով ստեղծվել է խորհրդակցական մարմին, այն կապահովի ավելի արդյունավետ, մասնագիտացված, թափանցիկ ու պատասխանատու որոշում կայացնելու գործընթաց, միավորելով փորձը, կարծիքները եւ շահերը ի նպաստ ավելի լավ կառավարման։ Ազգական պաշտպանության միջոցների հաշվառման, պահպանման, վերահսկման, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության պլանավորման, ուսումնավարժությունների եւ հաշվետվականության հետ կապված գործառույթների իրականացման նպատակով ստեղծվել է սպառազինության ապահովման եւ քաղաքացիական պաշտպանության բաժին։
Կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման և մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործման, գործնականում առաջացող խնդիրների հաղթահարման, ինչպես նաև վարույթների քննության որակական բարելավման նկատառմամբ հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեի նախագահի կողմից տրվել են 48 հրաման և 7 հանձնարարական։ 2025 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է ընդհանուր 2585 քերեական վարույթ, որոնցից ավարտվել է 890-ը։ Ավարտված վարույթներից 273-ը 661 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 617-ը կառչվել է։ Ընթացքը լուծված քերեական վարույթներից 124-ը քննվել են 2-ից 7 տարի ժամկետում, իսկ 219-ը 1 տարի ժամկետում։ Քննության արդյունավետության բարձրացման և միաժամանակ տրամաբեռնվածության աճի մասին են վկայում 2024 թվականի վիճակագրական տվյալների հետ համեմատական վերլուծությունը։ Այսպես 2025 թվականին կոմիտեում 296 վարույթ ավելի է քննվել, քան 2024 թվականի ընթացքում։ 2025 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավարտված վարույթների թիվն աճել է 41-ով։ Այսինքն 2024 թվականի համեմատությամբ 2025 թվականի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 12.9%-ով, իսկ ավարտված վարույթների թիվը աճել է 4.8%-ով։ 2025 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քերեական վարույթներով դատի է տրվել ընդհանուր 298 հանրային ծառայող, այդ թվում նաև նախկին պաշտոնատար անձինք։ Ըստ բնագավառների հաղորդման մեջ մանրամասն ներկայացրել են, թե որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք են ենթարկվել քերեական հետապնդման։ Նաև հաղորդման մեջ ներկայացվել են դատարան ուղարկված քերեական այն վարույթները, որոնք ապացուցման տեսակետից առավել բարդ, բազմադրվակ և ուշագրավ են եղել, դրանք ներկայացնելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում, փոխարենը անդրադառնամ դատավարական հարկադրանքի միջոցներին, հաշվետու ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քերեական վարույթներով ձերբակալվել է ընդհանուր 590 անձ, որոնցից 577-ը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, իսկ 13-ը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում։ 351-ն ազատ է արձակվել անհասարության մեջ պահելու անհրաժեշտության վերացման հիմքով։ Քննված քերեական վարույթներով մեղադրյալների նկատմամբ որպես խափանամիջոց կալանավորում կիրառելու 243 միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից բավարարվել է 102-ը, որից 9 հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ մասնակի բավարարվել է 98-ը։ Տնային կալանքը որպես խափանամիջոց կիրառվել է 99 դեպքերում, վարչական հսկողությունը 60, իսկ պաշտոնավարման կասեցումը և գրավը 60 և 141 մեղադրյալների նկատմամբ։ Կոմիտեում քննված քերեական վարույթներով մեղադրյալների նկատմամբ որպես խափանամիջոց կալանավորում ընտրելիս կարևորվել է դրա բացառիկ բնույթը և դատարանի կալանավորման միջնորդությունը ներկայացվել է բացառապես կալանավորումը որպես խափանամիջոց կիրառելու օրենսդրական հիմքերի առկայության դեպքում, հաշվի առնելով նաև կոնկրետ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը։ Հաշվետու ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեում քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել ընդհանուր 5655 թիմում հաղորդումների, որից 882-ով նախաձեռնվել է քերեական վարույթ, 971-ով քերեական վարույթ չի նախաձեռնվել, իսկ 736-ը ուղարկվել է կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչություն ստուգումներ իրականացնելու նպատակով։ Հաշվետու ժամանակահատվածում կոմիտեում միջինը փաստացի աշխատել է 59 քննիչ, վարույթների քանակի աննախադեպ աճով պայմանավորված, ինչպես նաև կենտրոնաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով նախաքննություն են իրականացրել նաև կոմիտեի 6 վարչությունների պետերի տեղակալները, սակայն այդ պայմաններում ևս միջին տրամաբեռնվածությունը չի նվազել և այն կազմել է տարեկան միջինը 44 վարույթ 1 քննիչի հաշվարկով։ Նույն ժամանակահատվածում օպերատիվ հետախուզական վարչության ծառայողների կողմից կազմվել է ընդհանուր թվով 2258 օպերատիվ հաշվառման գործեր, որոնց շրջանակներում իրականացվել են շուրջ 4418 օպերատիվ հետախուզական
միջոցառումներ, քննարկվել են դիմումներ, նախաքննության մարմիններ ներկայացվել են հանցագործության մասին ընդհանուր թվով 124 հաղորդումներ։ «2025 թվականի ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են 85 աշխատաժողովների, խորհրդակցությունների, քննարկումների և սեմինարների, որոնք ի թիվս այլնի վերաբերել են հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում իրականացվող աշխատանքներին, միջազգային գործընկերների կողմից իրականացվող, Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների աջակցության ծրագրերին, կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանում արդարադատության համակարգի բարեփոխումներին և հզորացմանը։ Կոմիտեի ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման և քննության արդյունավետության ապահովման գործում մեծ է եղել օտարերկրյա իրավապահ մարմինների հետ համագործակցության դերն ու նշանակությունը, ինչպես լավագույն փորձի փոխարման, այնպես էլ բուն միջդատական վարույթի ընթացքում իրավական փոխօգնության առումով, հատկապես հաշվի առնելով, որ մի շարք կոռուպցիոն հանցագործություններ, ինչպիսիք են փողերի լվացումը, ապօրինի հարստացումը, հաճախ ունեն անդրազգային բնույթ և առանց օտարերկրյա պետությունների գործընկերների աջակցության որոշ դեպքերում անհնար է պատշաճ քննություն իրականացնել։ Կարևորելով կոմիտեի թափանցիկ գործելավոճն ու հաշվետվողականությունը, վերջինիս գործունեության նկատմամբ հասարակության վստահության ամրապնդման հարցում և այդ կերպ նաև կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման և բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու հանգամանքը 2025 թվականին շարունակվել են լայնածավալ լուսաբանման աշխատանքները կառույցի ընթացիկ գործունեության և օրենքով վերապահված հիմնական գործառույթների իրազեկման ուղղությամբ։ Մասնավորապես լուսաբանվել են հանրության շրջանում հնչեղություն ստացած քերական վարույթների ընթացքը, կոմիտեի գործունեությանը վերաբերելի իրավական ակտերը, միջազգային համագործակցության շրջանակում վերջինի ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպումները։ Քննարկումներ ու հանդիպումներ են կազմակերպել նաև ուսանողների, ավագ դպրոցների աշակերտների, ինչպես նաև լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, նախորդ տարի գործարկվել է պաշտոնական կայքի նոր, ավելի հարմարավետ և բարելավված տարբերակը, որի նպատակն է կոմիտեի կողմից հրապարակվող տեղեկատվությունը քաղաքացիների համար դարձնել ավելի դասակարգված, մատչելի և հասանելի։ Հակակոռուպցիոն կոմիտեում գործարկվել է թեժ-գիծ ծառայություն, որը հնարավորություն է տալիս հասարակությանը ներգրավել կոռուպցիոն բնույթի գործերի և դեպքերի պայքարում և լինել հակակոռուպցիոն ընդհանուր քաղաքականությանը մասնակից։ Թողարկվել են անիմացիոն տեսահոլովակներ, որոնք ազդարարում են կոռուպցիոն երևույթների բացասական լինելու, ինչպես նաև դրա դեմ պայքարի, հակակոռուպցիոն կոմիտե դիմելու անհրաժեշտության մասին, որը նախադեպը չունեցող գործելավոճ է և կրելու է շարունակական բնույթ։ Ամփոփելով 2025 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ հաղորդումը, անհրաժեշտ է ընդգծել, որ կոմիտեն կատարել է հաշվետու ժամանակահատվածի համար իր առջև տրված խնդիրները, կազմակերպել և իրականացրել է օրենքով իր ենթակայությանը վերապահված, ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում, դրանց վերաբերյալ քերական վարույթներով նախաքննություն, պայմաններ է ապահովել նոր ձևավորված իրավապահ մարմնի գործունեության համար, միջոցառումներ է ձեռնարկել գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, ծառայողների գործունեության կազմակերպաիրավական, սոցիալական երաշխիքները ապահովելու, քննչական աշխատանքներում նախադեպային իրավունքի անմիջական կիրառումը, ինչպես նաև տեսություն պրակտիկա ներդաշնակ կապը կատարելագործելու ուղղությամբ։